Մայիսի 8-ից մեկնարկում է քարոզարշավը, հետևում եք ընտրապայքարին, որն է ձեր ֆավորիտ ուժը։ Ես ոչ մեկին չգիտեմ նորմալ, մենակ մեկին գիտեմ։ Ովքեր են։ Փաշինյանին, ուրիշ ոչ մեկին։ Իսկ ում եք պատրաստում ձեր ձայնը տալ։ Պարզա իրան։ Հատկապես ինչն է իր մեջ ձեզ գրավել, որ ուզում եք գնալ եւ իրեն ձեր ձայնը տալ։ Ամեն ինչը մեր պետությունը հազի ոտքի է կանգնել։ Ավիրած վիճակում տվել են իրան, ավիրված վիճակում։ Կարծում եք այս ընթացքում բարգավաճել է երկիրը։ Իհարկե, հա։ Բարգավաճել է, բա ինչ է։ Այսքան որ գյուղացիները ցեխերի մեջ դպրոց չունեն, կոմունալ հարմարություններ չունեն, փողոցները ցեխոտ, կեղտոտ ինքն է արել։ Ոչ մեկին որ ասեմ չեմ տեսնում, որտեղ ոչ մեկին վստահել չի կարելի։ Մեկը ռուսամետ է, մեկը մարդասպան, այն մի երեքը մարդասպան են։ Չեք իմանալ մարդասպանին ոնց կարելի է ձայն տա։ Պիտի նրա դոկումենտ անգամ չընդունեին։ Երբ որ ստեղ հավաքված էինք, այն ժամանակ ժողովուրդը բոլորս գոռում ենք պատժել այդ երկուսին երեքին։ Այն ժամանակ պիտի շպրտացել էին Հայաստանից, այլևս ոտքերը այստեղ չերևար։ Էլի ոնց պատտվում ես գալիս ես էլ Փաշինյանին, որի աշխատանքները ասենք որ տեսնում ես արած, չէ։ Ես բախտ ունեցա մի տարի, 2 տարի առաջ պատտվելու մի քիչ էլի, այդ ճանապարհները առաջ որ քարուքանդ էր, որ տեսնում ես այնց ասֆալտապատ ուրախությունից չգիտեի ինչ անել, ասում եմ հələ մի հատ նայեք էլի, կամ այն ինչի կամուրջը հորոմի պավորատ ինչ էր, վերջի ժամանակները քանի ավարիա եղավ այնտեղ, մինչև սարքվեց։ Ես գիտեմ անում են, կամ դպրոցները, մանկապարտեզները, որ ցույց են տալի, տենց արտասահմանում տենց դպրոց մանկապարտեզ երևի չեք գտնի։ Ոչ ընդդիմությանը ու չեմ որոշել։ Չեք որոշել ում պետք է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ամեն դեպքում Խնդրում եմ էլ հարցեր մի տվեք, ոչ ընդդիմությանը։ չունեք։ Չէ։ Ում եք պատրաստում ձեր ձայնը տալ, թե չեք որոշել դեռ։ Հա չեմ որոշել։ Հետևում եմ, Եվ որ ֆավորիտ ուժը ես եմ։ իսկ տեխնազուներից Լավը չեմ ընտրել։ չեք ընտրել։ Լավը չէ։ Ինչ կետեր եք ուզում որ ներառված լինի այս բոլոր ընտրապայքարի մեջ մտած տեխնազուների ցանկը։ Կրթություն, թոշակառուների սոցիալապես ապահովում, զինվորական ուժերի համախմբում, այսինքն բանակը ուժեղացնել, գյուղատնտեսությունը պետության միջոցով զարգացնել, քաղաքակրթությունը զարգացնել, քաղաքացիությունը, շինարարությունը, քաղաքացիական շինարարությունը, նոր թափ տալ, այս շենքերին շինվող վերջ տալ, դրանց տեղը, շատերի տեղը պետք էր այգիներ տնկել, որ մարդիկ մաքուր օդ շնչեն։ Թքածուն եմ ասացել։